Ժամը 13-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Վրաստանում ընթացող Մետաքսի ճանապարհ համաժողովում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ տարածաշրջանային խաղաղության խաչմերուկ, իրացնելով իր չօգտագործված ներուժը։ Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները հանելու մասին որոշումը, այն անվանելով անհավանական թվացող իրողություն եւ նշել, որ ղազախական ցորեն կներկրվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղությունը եկել է տարածաշրջան եւ Հարավային Կովկասի 3 երկրները պետք է օգտագործեն այս պատմական հնարավորությունը ապահովելու համատեղ բարգավաճում։ Նրա խոսքով Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում նաև կարող է բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Համաժողովին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ ֆորումը միշտ եղել է եւ կմնա տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ ու գլոբալ համագործակցության արդյունավետ գործիք, որտեղ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։ Մեջբերեմ, հատկապես ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել մեր բարեկամների եւ ռազմավարական գործընկերներ Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետերը։ Ձեր ներկայությունն այստեղ հաստատում է, որ մենք Հարավային Կովկասի երկրներս ընդհանուր տեսլական ունենք միասին մեր տարածաշրջանը խաղաղության, կայունության և տնտեսական հնարավորությունների տարածք դարձնելու ուղղությամբ, ասել է նա։ Նախորդին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում։ Կոբախիձեն X-ի իր էջում նույնպես շեշտել է հանդիպման արդյունավետության մասին։ Վստահ եմ այն կնպաստի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդմանը, նշել է նա։ Հոկտեմբերի 22-ից 24-ը արտգործնախարար Շարարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում մասնակցելու ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին։ Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է լրագրողների հետ զրույցում անդրադարձել Գյումրիի քաղաքապետի ձերբակալման ու կալանավորման գործընթացին, հայտարարելով, որ դրա նպատակը գյումրեցիներին ու մնացած քաղաքական թիմերին ահաբեկելն է։ Գրիգորյանի կարծիքով դա կարելի էր անել ծանուցելով, քանի որ Ղուկասյանը չէր խուսափի պատասխանատվությունից։ Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածուն նաև անդրադարձել է Facebook-յան իր գրառմանը, ըստ որի ինքը զգուշացնում էր, թե քաղաքացիական պայմանագիրը գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում եւ խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Նա նշել է, որ իր հորդորը կոնկրետ ուղղված չէր Վարդան Ղուկասյանին, ապա հավելել, որ ինքը դեռ ընտրություններից առաջ է հայտարարել, թե քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն չի լինելու։ Հաջորդ քայլը կամ Վարդան Ղուկասյանին ընտրելն էր, կամ քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցելը, կամ երրորդ տարբերակը ոչ նրան, որը տանելու էր ընտրությունների պրավալին, իսկ նոր ընտրությունների պարագայում երաշխավորված ասում են, որ ինքը այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիրը 50+ հավաքել էր։ Պարոն Գրիգորյանը, քանի որ ընդդիմությունը չէր կարողացել կազմակերպել, չէր կարողացել իր մեջ այդ հարցերը կարգավորել, բնականաբար դրանից հետո լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։ Հունվարի 1-ից պարտադիր զինծառայությունը 2 տարուց կդառնա 1.5։ Շատ մայրերի համար այս նորությունն իհարկե ուրախալի է, իրենց ավագները 6 ամիս շուտ տանը կլինեն։ Բայց էմոցիոնալ դաշտից դուրս ենթադրվում է, որ սա քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ, որտեղ պատրաստությունն ավելի բարձր կլինի, իսկ պայմանագրայինների թիվն ավելի մեծ։ Մյուս կողմում ռազմական փորձագետներն են, որ ժամկետայինների թվի կրճատման ֆոնին պետք է ձեռնարկել համալիր միջոցառումներ բանակի ուժը մեծացնելու համար։
2026 թվականի հունվարի 1-ից ժամկետային զինվորական ծառայությունը կկրճատվի կես տարով։ Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի։ Ըստ ռազմական փորձագետ Վլադիմիր Վարդանովի, այս փոփոխությունը միանշանակ թուլացնելու է բանակը։ Եթե անձնակազմը ժամկետային զինծառայողների վերցնենք մոտավորապես 60%, հեշտ հաշվարկի համար եմ ասում, 60%-ի 1/4-ով պակասում է, եթե մեր զինված ուժերը վեկալենք 50,000, իր 60%-ը 30-ն է, 30,000-ից 5,000-ը պակասելու է։ Մենք ունենալու ենք 50,000-անոց զինվորական ուժի փոխարեն 45,000, 10%-ով պակասելու է մեր զինված ուժերը։ Կառավարությունը նախատեսում է հաճախացնել 25-օրյա հավաքները, սակայն փորձագետի գնահատմամբ առանց ճիշտ մոտեցման դրանք կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ տալ։ Հայաստանի Հանրապետության ռեզերվը, գործող ռեզերվը, ոչ թե ընդհանուր ռեզերվիստների թիվը 600,000 մինչև 600-650,000, գործող ռեզերվը գնահատվում է մինչև 350,000։ Ենթադրենք 100,000-ը, ասենք, անառողջ մարդիկ են եւ 250,000-ն է մեր պահեստազորը, ռեզերվը դա պահեստազորն է։ Քանի տարի է պետք, որ երկրորդ անգամ գա վարժվի այն մարդը 10,000 հավաքվելու դեպքում ամեն տարի այդ 250,000-ը 250-ը բաժանում ենք 10,000-ի, ստանում ենք 25 տարի մեկ։ Փորձագետը կարևորում է, որ հավաքները լինեն ամենամյա եւ նույն մասնակիցները կրկնաբար անցնեն 25-օրյա պատրաստություն, արդյունավետությունն ու պատրաստվածությունը պահպանելու համար։ Այս 150,000-ը ամեն տարի 25-օրյա հավաքներով անցնելու դեպքում դու ունես մարտունակություն ես ձեռք բերում, որ նույնիսկ կարաս քեզ թույլ տաս 1 տարի դարձնես քո զինծառայությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով, եթե վարչապետը չաներ առաջարկը, հանձնաժողովը պատրաստվում էր նույն նախաձեռնությամբ հանդես գալ, նախատեսելով ծրագիրը գործարկել հունվարի 1-ից։ Հանրային շատ մեծ հետաքրքրություն կա եւ պահանջ կա, որ դա լիներ հունվարի 1-ից, եւ երկրորդը տեսեք հիմա, եթե մենք հունվարի 1-ից չենք անում, ամռանն ենք անում, ապա շատ մարդիկ ձգտելու են խուսափել եւ ամռանը գնալ բանակ, որը եւս մի շարք վարչարարական խնդիրներ են առաջացնելու, եւ երրորդ, ես կարծում եմ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը այդ ռեսուրսները ունի, որպեսզի մենք օրենքը տարածենք հունվարի 1-ից զորակոչվածների վրա։ Ըստ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի, իրենք հանձնաժողովին ներկայացրել են մի շարք հարցեր, բարձելու թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա են ընդունվելու որոշումները, սակայն որևէ պատասխան չեն ստացել։ Բայց օրենքը չի փոխվել։ Ազգային ժողովում դեռ այդ օրենքը չի քննարկվել։ Ավանդաբար կարևոր զինված ուժերի հետ կապված, ներքին գործերի ոստիկանության հետ կապված, ազգային անվտանգության ռազմավարական կարևոր հարցերը Պաշտպանության հանձնաժողովում ունենում են փակ աշխատանքային տևական ժամանակ քննարկում, որտեղ բոլոր հարցերը դրվում են, բայց որևէ քննարկում չի եղել։ Հետաքրքիր է, որ Հարավային Կովկասի ռազմական քարտեզին մենք միակ պետությունն էինք մնացել, որտեղ պարտադիր ժամկետային ծառայությունը 2 տարի էր։ Ադրբեջանում այն 1.5 տարի է, բու հավարտածների համար 1 տարի։ Խորհրդարանում քննարկումներ կան ժամկետն ավելի կրճատելու մասին։ Վրաստանում ընդհանրապես մարտական ստորաբաժանումներում ծառայությունը 6 ամիս է, անվտանգության եւ մարտավարման ստորաբաժանումներում 8 ամիս։ Վրաստանում ի դեպ պարտադիր ժամկետային զինծառայությունը 9 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել է այս տարի հունվարի 1-ից։ Հենց զինված ուժերում բարեփոխումների քննարկումը, որ 1 տարի առաջ սկսել էին Թբիլիսիում, շարունակելու համար են կրկին հանդիպում Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները։ Սուրեն Պապիկյանն ու Իրակլի Չիկովանին բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ։ Մոնիկա Հայրոյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ Խորհրդարանում շարունակվում են հանրային հեռարձակողների թվի կրճատման շուրջ քննարկումները։ Խոսքն ըստ ամենայնի շողակաթ հեռուստաընկերության մասին է, որը հանրային մուլտիպլեքսից անել է, ընդդիմադիրները հակաեկեղեցական արշավի շրջանակում են տեսնում։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանան։ Ըստ Մայրաթոռի այսուհետև ավազանի անունով Ստեփան Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, նաև
Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը։ Այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Լրագրողների հետ զրույցում Տեր Արամը կամ Ստեփանը ասում է կարգապահական հանձնախմբի նիստերին ինքը չի գնացել, որովհետեւ պատճառներ է ունեցել ու դրանց մասին տեղյակ է պահել։ Իհարկե չեմ հեռանալու։ Այո, հեռանալ ով է ինձ հեռացնողը։ Մարմինը, որ սխալ դատապարտվել։ Եթե արդարորեն Վեապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Ով է ասել, որ վեապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Այդպես է կարգը։ Եկեղեցում ունենք օրենքներ։ Հիմա դուք նույն ձևով ասում եք, որ եթե համեմատելու լինեմ, կներեք։ Վարչապետը ունի մոնարխիկ իշխանություն եւ դատարանների վրա պետքա հրահանգներ իջեցնի։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են, բայց օրենքները գործում են երկուսում էլ։ Եթե այս թեզը շարունակում ենք, ուրեմն եկեղեցին օրենքներով չի գործում, այլ օրենքները ծալել ենք, դրել ենք մի կողմ, մոնարխիկ իշխանություն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսը Տեր Արամ, դուք օրենքով չեք քահանաոցվել։ Եկեղեցական կանոններով եմ օծվել, հետեւաբար եկեղեցու կանոններով չեք կարգալույծել։ Ոչ, որ կանոնով։ Դուք ինձ ասեք, Ես ընդմեջ բերեմ ներողություն։ Կարգալույծ չեք եղել։ Իհարկե չեմ եղել։ Ինչ որ մեկը իր սենյակի մեջ նստել է սպիտակ թերթիկի վրա, ինչ որ բաներ է գրել եւ մեկին զրկել է քահանայությունից կամ իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց։ Իսկ հոգևոր ծառայության մեջ գտնվող կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմող Նիկոլ Փաշինյանը կարգալույց հռչակվելուց հետո Ստեփան Ասատրյանին Տեր Արամով է դիմում ու ասում, որ Կիրակի կգնա նրա մատուցելիք պատարակին։ Հայաստանի այս ծառայական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ, քույրեր եւ եղբայրներ, հավատակիցներ, սույնով տեղեկացնում եմ, որ առաջիկա Կիրակի օրը հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ Քահանա Ասատրյանի կողմից մատուցվող Սուրբ Եվանմա պատարակին։ Ոչ թե իշխանությունները, այլ անձամբ կաթողիկոսն է հակաեկեղեցական արշավ իրականացնում, ասում է Ազգային ժողովի падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա լրագրողներին դիմելով էլ ասում է, դուք եք հակաեկեղեցական արշավ իրականացնում։ Դուք եք հայ առաքելական եկեղեցու հավատավոր օծյալ քահանա Տեր Արամի եւ մյուսների նկատմամբ տանում արշավ։ Դադարեցրեք այդ արշավը, դադարեցրեք ձեր հակաեկեղեցական արշավը, ես ձեզ կոչ եմ անում։ Ձեր հակաեկեղեցական արշավը պիտի դադարի։ Հայ առաքելական եկեղեցին դիմացել է դարեր շարունակ, հայ առաքելական եկեղեցին դիմացել է մի շարք ասպատակությունների ու ես վստահ եմ, որ կտրիճակ կագեբեյակ կղերաքրյա օլիգարխիկ էսկալանի ասպատակությանը եւս կդիմանա այս ամեն ինչին ու այն բոլոր քահանաները ում գրպանում որ թե ուղիղ եւ թե փոխաբերական իմաստով որ կային արծաթը, որով իրանք դավաճանել են թե Հիսուսին, թե Հայաստանի Հանրապետությանը, թե ուղիղ, թե փոխաբերական իմաստով, նրանք բոլորը պատասխան կտան, բայց առաջին հերթին Աստծո առաջ։ Ռիոփնի հարցին, թե փաստեր կան եկեղեցականների ու KGB-ի միջև կապերի վերաբերյալ, ինչի մասին ինքը խոսում էր, падգամավորը հետխորհրդային այլ երկրների օրինակն է բերում ու հորդորում խորհրդային պատմությունն ուսումնասիրել։ Փորձեցինք եկեղեցուց նույնպես մեկնաբանություն ստանալ, այս օրերին հարցազրույց չեն տալիս, ասացին Մայրաթորից։ Այդ ընթացքում Ազգային ժողովում քննարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը։ Կարճ ասած, հանրային սփռում ունեցող ալիքների նվազագույն շեմն են իջեցնում։ Ընդդիմադիրների կարծիքով սա շողակաթին հանրային հեռարձակումից զրկելու քայլ է, իսկ իշխանություններն ասում են. Հիմա ձեզ հետ չենք քննարկում որևէ հեռուստաալիք փակելու հարցը, եւ ես համարում եմ, որ նաեւ նման իրավասություն չկա օրենքով հեռուստաալիք փակելու հարց քննարկելու, որովհետեւ գոյություն ունի կոնկրետ մարմին, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, անկախ մարմին է, հանրային հեռարձակող խորհուրդը ինքը կկարողանա այդ օրինակ որոշումներ կայացնել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հույս է հայտնում, որ շողակաթ հեռուստաընկերությունը ոչ միայն չի փակվի, այլև կօգտվի աջակցության ծրագրերից։ Առնվազն ես 7 տարի շարունակ այս թեմայից խոսում եմ, այս թեմայից խոսում են մի շարք հասարակական կազմակերպություններ, այստեղ խնդիր տեսնում են շատերը եւ շատ խնդիրներ ոչ թե միայն այն պահից ի վեր, ինչ
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին որոշել է կուսակցական գործունեությամբ զբաղվի, այլ դրանից առաջ։ Ճիշտ պիտի լիներ եւ արդար պիտի լիներ, եթե այստեղ հնչեր։ Նաեւ նախագծի վերաբերյալ հանրային հեռարձակողի խորհրդի կարծիքը, որը հետեւյալն է, մասնավորապես ժամանակ չունեմ ամբողջ ասելու, կարևորել է մշակութային ուղղվածության առանձին տեսալսողական ծրագրի պարտադիր արկայությունը եւ նրա գնահատմամբ նման բովանդակության տարածումը հատկապես հանրային հեռարձակողի կողմից անհրաժեշտություն է։ Շողակատ անունով հանրային հեռարձակող գոյություն չունի, հարգելիներս, հետեւաբար հանրային հեռարձակողի խորհուրդը, որ շատ էլ ուզենա, չի կարող մեկ այլ մասնավոր ընկերություն փակի կամ չփակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գոյություն չունի շողակատ անունով հանրային հեռարձակող։ Հանրային հեռարձակողները այս պահին 5 սլոտ են զբաղեցնում, բայց օրենքով գրած է 3, այս օրենքը լիներ, չլիներ, եթե ինչ-որ մեկին ուզենան փակեն, ավելացնեն, փոխեն, կանեին։ Այսօր խիստ ցուցիչ էր եւ ցավալի օրինակ էր, որ հանրային հեռուստաընկերության ալիքներից մեկը փակելու, ընդ որում գիտահանրամատչելի կրթական ալիք փակելու նախաձեռնության հեղինակները երբեմնի լրագրողն էր, երբեմնի գրականագետը կեթերազրկվի շողակաթը թե ոչ, պնդումները տարբեր են։ Լրագրողական կազմակերպություններն ու ժուրնալիստների միությունը կարծում են, որ այս օրինագիծը շողակաթի դեմ է եւ պետք է հետ կանչվի։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում պաշտոնապես մեկնարկել է ավականու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը ժամը 24-ը։ Ավականու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալով վաղար շաբաթի ավականու ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 70,022 մարդ։ Ընտրությունների օրը կգործի 47 ընտրատեղամաս։ Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ուզում անտեղի ժամանակ վատնել այն բանից հետո, երբ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ծրագրերը հետաձգվեցին։ Սպիտակ տանը ելույթ ունենալով Թրամփն ասել է, որ Մոսկվայի հրաժարումը դադարեցնել ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով շարունակում է մնալ հիմնական խոչընդոտ։ Հիշեցնեմ, անցած 5 շաբթի Թրամփը հայտարարել էր, որ 2 շաբաթվա ընթացքում Պուտինի հետ բանակցություններ կանցկացնի Բուդապեշտում։ Ավելի ուշ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպմանը, որի նպատակը Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումն էր, ասել է, որ Մոսկվան չի կարող հրաժարվել հատուկ ռազմական գործողության նպատակներից։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Քենջոյանը։ Ռուսաստանը հրթիռներով եւ անօդաչուներով լայնածավալ հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի ամբողջ տարածքում, հատկապես թիրախավորելով Կիևի, Չեռնիգովսկի եւ Սումիի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքները։ Հարվածների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, կան բազմաթիվ վիրավորներ, իսկ 100,000-ավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի եւ ջրի։ Ձմռանն ընդառաջ երկրի էներգահամակարգը կազմալուծելուն ուղղված արշավի շրջանակում։ Ռազմական այս սրացումը համընկնում է դիվանագիտական ճգնաժամի հետ, քանի որ չեղարկվել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովը, երբ Մոսկվան մերժել է անհապաղ հրադադարի առաջարկը, պնդելով, որ Ուկրաինան նախ պետք է համաձայնի տարածքային զիջումների։ Նիդերլանդներում ավարտվել են ՆԱՏՕ-ի խոշոր միջուկային զորավարժությունները։ Հոկտեմբերի 13-ին սկսված եւ 2 օրից ավարտվող հաստատուն կեսօր վարժանքից գալի մասը նվիրված էր զենքի կիրառումից առաջ պաշտպանությանը, Մոսկվայից բխող ենթադրյալ սպառնալիքը չեզոքացնելու համար։ Զորավարժությանը, որում ներգրաված է 71 կործանիչ ՆԱՏՕ-ի 14 երկրից, տեղի է ունեցել Եվրոպայում ռազմական օբյեկտների շուրջ անվտանգության խստացման ֆոնին, կապված առերևույթ ռուսական դրոնների, Դաշինքի անդամ երկրների օդային տարածքի խախտումների հետ։ Զորավարժությունների ներգրաված են Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Նիդերլանդների ռազմական բազաները։ Հյուսիսային Կորեան խախտելով միջազգային արգելքները արձակել է մի քանի սահմանափակ հեռահարության բալիստիկ հրթիռներ, ինչը տեղի է ունենում Ասիայում սպասվող կարևոր դիվանագիտական հանդիպումների նախօրեին։ Այս քայլը նախորդում է Դոնալդ Թրամփի այցին Ճապոնիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները կայսր Նարուհիտոյի եւ նոր վարչապետ Սանաե Տայկիչիի հետ։ Այնուհետև Հարավային Կորեայում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցությունը։ Ի պատասխան Ճապոնիան եւ Հարավային Կորեան հաստատել են իրենց մտադրությունը սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ, իրավիճակը վերահսկելու եւ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։
Դոնալդ Թրամփի Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին թմրանյութերի առաջնորդ անվանելը եւ տնտեսական պատժամիջոցներով սպառնալը կտրուկ սրել են երկու երկրների հարաբերությունները։ Ի պատասխան Պետրոն միջազգային հանրությանը կոչ է արել օգնել իր երկրին դիմակայելու ագրեսիային։ Առաջին արձագանքել է Վենեսուելան, ռազմական աջակցություն խոստանալով Կոլումբիային ընդդեմ Միացյալ Նահանգների գործողությունների։ Այս իրադարձություններին զուգահեռ Կոլումբիայի ներքաղաքական դաշտում եւս ուշագրավ զարգացումներ է տեղի ունեցել։ Դատարանը բեկանել է նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի դեմ վկաների վրա ճնշում գործադրելու մեղադրանքով կայացված դատավճիռը։ Չնայած հոկտեմբերի 10-ից գործող հրադադարի ռեժիմին, Գազայի առողջապահական մարմինները հայտնում են, որ հրադադարի հաստատումից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 87 պաղեստինցի։ Հրադադարը փաստացի տապալման եզրին է հայտնվել փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Իսրայելը պնդում է, որ իր զանգվածային հարվածները պատասխան են Համասի նախահարձակ գործողություններին, ինչը պաղեստինյան կողմը կտրականապես հերքում է։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Վերադառնանք Հայաստան, ոստիկանությունը բացահայտել է հոկտեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակումը Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալությամբ բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, ոստիկանության համազգեստով եւ դիմակներով անձինք էին մուտք գործել, հափշտակել կենտրոնների բջջային հեռախոսները, փողերը եւ դիմել փախուստի։ Հարակից տարածքի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են դիմակներ, ձեռնոցներ, 4 բջջային հեռախոս եւ պնևմատիկ ատրճանակ եւ ենթադրել, որ վերջին իրերը կորցրել են կտրուկ վայրեջքի հետևանքով։ Պարզվել է, որ ենթադրյալ ավազակախմբի անդամ 9 տղամարդկանցից մեկը մայրաքաղաքի բնակիչ է, մյուսները օտարերկրացիներ։ Խմբից 2-ը ձերբակալվել են նույն օրը, եւս 4-ը հաջորդ օրը Մեղրիի անցակետում։ Շարունակվում են միջոցառումները ավազակային հարձակման մասնակից 2 անձին հայտնաբերելու ուղղությամբ։ 102 տարեկանում կյանքից հեռացել է Շարլ Ազնավուրի քույրը Աիդա Ազնավուր Կարվարենցը։ Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը Մոնֆոր Լամորիում իր ընտանիքի անդամների եւ ամուսնու կողքին։ Աիդա Ազնավուրյանը վաղ տարիքից երգել է հայկական երգեր, երաժշտական կրթությունը ստացել է հորից։ 9-10 տարեկանում խաղացել է Ֆրանսիայի մանկական թատրոնում, որի հետ շրջագայել է Եվրոպայի մի շարք քաղաքներում։ 1942 թվականին տեղի է ունեցել նրա առաջին համերգը Փարիզի հայության համար։ 1964 թվականին եղբոր Ազնավուրի հետ համերգի ծրագրով այցելել է Հայաստան, ամուսինն էլ ֆրանսահայ նշանավոր կոմպոզիտոր Ժորժ Տիրան Կարվարենցն էր։ Եվ վերջում Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Քուրդյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 130 կիլոգրամ քաշայինների եզրափակիչում նա զիջել է իրանցի ըմբիշին։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։